Այս ձմեռը պարզապես ցուրտ չի լինի, այն իր հետ կբերի մեկ շրջանի ավարտի և կյանքի շատ ավելի ինտենսիվ ու իմաստալից շրջանի սկզբի զգացողությունը։ Դուք կզգաք, թե ինչպես են ծանոթ ուղենիշները փոխվում, ինչպես են ներքին ձայնը պահանջում հստակ պատասխաններ, և ինչպես է ձեր շրջապատող աշխարհը սկսում հարմարվել նոր ռիթմերին։ Խոյ. անձնական քաջության կատարելագործում։ Առաջիկա ամիսներին խոյերը կբախվեն իրավիճակների, երբ նրանք ստիպված կլինեն հստակորեն առաջնահերթություն տալ, թե ինչ են ուզում և ինչն է իսկապես կարևոր։ Սա քաջության պարզ փորձություն չի լինի, այլ իրենց և սիրելիների հետ անկեղծության խորը փորձություն։ Ձեր հարաբերություններում կարող են ի հայտ գալ հին չլուծված խնդիրներ, ոչ թե դրամատիզացիայի, այլ ապաքինման համար։ Անկեղծ զրույցի միջոցով դուք կարող եք թեթևացնել ծանր հոգնածությունը և ստանալ հազվագյուտ հնարավորություն սկսելու սահմանել փոխազդեցության նոր կանոններ։ Մասնագիտական ճակատում անսպասելի առաջադրանքը կամ աշխատանքային ձևաչափի փոփոխությունը կստիպեն ձեզ արագ հարմարվել։ Նրանք, ովքեր կկարողանան պահպանել հավասարակշռությունը իմպուլսի և խոհեմության միջև, կզգան իրենց ոգևորված և լիազորված պատասխանատվության ավելի մեծ զգացողությամբ։ Խոյերի համար ձմեռը կլինի այն ժամանակը, երբ քաջությունը կդրսևորվի ոչ թե վեհանձն ժեստերով, այլ ինքն իրեն հավատարիմ մնալու և իսկապես իմաստալից ընտրություն կատարելու ունակությամբ։ Ցուլ. մտահոգություն արմատների և եկամտի համար։ Ցուլը կանգնած է մի ժամանակաշրջանի առաջ, երբ կյանքի նյութական կողմի վրա կենտրոնանալը վերջապես կստանա բեղմնավոր տեսք։ Խոսքը միայն ձեր եկամտի ավելացման մասին չէ։ Խոսքը կայուն պայմանների ստեղծման մասին է, որոնք թույլ կտան ձեզ ավելի հեշտ շնչել։ Դուք կսկսեք վերանայել ձեր ֆինանսական սովորությունները, գուցե սահմանելով խելամիտ խնայողությունների ծրագիր, վերանորոգելով կամ վերանայելով ձեր ընտանեկան բյուջեն։ Շատ հավանական է, որ մոտակայքում կգտնեք մարդկանց, մասնագետների կամ մենթորների, որոնց խորհուրդները ավելի օգտակար կլինեն, քան երբևէ։ Զգացմունքային առումով սա հանգիստ ժամանակ է։ Դուք ավելի շատ կմտահոգվեք հարմարավետությամբ, անվտանգությամբ և հարմարավետությամբ, քան արագ, բայց ռիսկային որոշումներով։ Այժմ դրված հիմքերը երկարաժամկետ ազդեցություն կունենան։ Ձմռանը, ձեր ներկայիս ջանքերի գագաթնակետից սկսած, դուք կտեսնեք նոր բարգավաճման առաջին նշանները։ Երկվորյակներ. հուսալի տան ճակատի կառուցում։ Երկվորյակների համար առաջիկա ժամանակահատվածը խոստանում է ձեր սոցիալական շրջանակի և առօրյա առաջնահերթությունների վերակառուցում։ Արտաքինից ամեն ինչ կարող է թվալ, թե ընթանում է սովորական տեմպերով՝ զրույցներ, հանդիպումներ, գաղափարներ, բայց ներքին ուժով դուք կզտեք, ում վստահել ծրագիրը, ում թողնել մի կողմ և ում վստահել որոշ պատասխանատվություն։ Հուսալի տնային հենակետ ստեղծելը այնքան էլ կապված չէ ձեր բնակության վայրի հետ, որքան այն մարդկանց և կառույցների հետ, որոնք կաջակցեն ձեզ վճռորոշ պահերին։ Հնարավոր է ամրապնդեն ընտանեկան կապերը կամ նախկինում չլուծված թվացող համատեղ պատասխանատվության վերաբերյալ համաձայնությունները։ Երկվորյակների քաջությունը կդրսևորվի տեղեկատվական աղմուկը սահմանափակելու և էներգիա ներդնելու այն փոքր բաների մեջ, որոնք իսկապես պահպանում են կայունությունը։ Արդյունքում, դուք կստեղծեք մի տարածք, որտեղ մտքերն ավելի հեշտությամբ կվերածվեն գործողությունների և կյանքի ռիթմը կստանա խտություն և իմաստ։ Առյուծ. լույս, որը երբեք չի մարում։ Առյուծները կզգան, որ աշխարհը սկսում է այլ կերպ լսել իրենց ձայները։ Ճանաչումն ու հարգանքը, որին դուք երկար սպասել եք, չեն գա հանկարծակի, այլ իրադարձությունների շղթայի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը կշիռ է ավելացնում ձեր դիրքին։ Սա դատարկ փայլունության ժամանակ չէ։ Հաջողությունը կուղեկցվի խորը աշխատանքով և պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ։ Ջերմ, անկեղծ զգացմունքները կտիրեն ձեր անձնական կյանքում, խթանելով ձեր էներգիան և օգնելով վայելել կյանքը առանց սթրեսի։ Ձեր կարգավիճակի բարձրացման կամ ձեր կերպարի վերաիմաստավորման հետ կապված նյութական ծրագրերը կգտնեն գործնական իրականացում, լուրջ առաջարկներից մինչև ձեր շրջապատում նոր դերեր։ Առյուծի համար ձմեռը կլինի այն ժամանակը, երբ ներդաշնակություն է ձևավորվում։ Դուք ոչ միայն փայլում եք, այլև պահպանում եք հավասարակշռություն ձեր ներքին արժանապատվության և արտաքին նվաճումների միջև։ Կարիճ. թողեք լույսը տեսնելու համար։ Կարիճները հնարավորություն կունենան հանգիստ ավարտել այն, ինչը երկար ժամանակ լարված է պահել ձեզ։ Սա մաքրագործման շրջան կլինի։ Դուք կտեսնեք, թե որ կապերը, նախագծերը կամ համոզմունքները սպառել են իրենց օգտակարությունը և պարզապես սպառում են ձեր ռեսուրսները։ Այս գործընթացը գուցե արագ չլինի, բայց անխուսափելի է և ի վերջո կհեշտացնի առաջ շարժվելու ուղին։
Ձեր նշանին բնորոշ հուզական խորությունը կօգնի ձեզ ազնվորեն կողմնորոշվել այս ժամանակահատվածում։ Դուք չեք խուսափի դժվար որոշումներից, այլ կընդունեք դրանք որպես ազատագրման քայլ։ Մասնագիտական առումով հին պարտավորությունների կարգավորումը տեղ կստեղծի նոր հնարավորությունների համար։ Երբեմն դա նշանակում է հրաժարվել այն ամենից, ինչը խոչընդոտել է ձեր զարգացմանը։ Այս ձմռանը կարիճների համար ամենակարևորը կլինի չփորձել ամեն ինչ միանգամից պահպանել, այլ իրենց թույլ տալ մաքուր սկզբի իրավունք, որտեղ անցյալը, չնայած պատվոց է, այլևս չի ծանրաբեռնի նրանց։ Ձկներ, նկարներ, որոնք դավնում են քարտեզներ։ Ձկները կստանան հստակ պատկերացումների պարգևը։ Նախկինում հազիվ նկատելի նուրբ ինտուիտիվ ազդանշանները կվերածվեն հստակ ծրագրերի և գործնական քայլերի։ Սա անորոշ երազանքների ժամանակը չէ, այլ ձեր մտադրությունները շոշափելի ծրագրերի մեջ զգուշորեն ձևակերպելու ժամանակը։ Դուք կսկսեք մտածել, թե ինչպես իրականացնել ձեր տեսլականը գործողության մեջ։ Ձեր առօրյան վերակառուցելուց մինչև ստեղծագործական կամ սոցիալական գաղափարների երկարաժամկետ իրականացման համար պայմանների ստեղծումը։ Զգացմունքային առումով դուք կզգաք թեթևության զգացում։ Ձեր սեփական հետագծի հասկացումը կվերացնի նախկին անորոշությունը։ Մի վախեցեք գրավոր գրանցել ձեր պատկերացումները և քննարկել դրանք նրանց հետ, ում վստահում եք։ Այսպես կհայտնվի մի քարտեզ, որը վստահորեն և ներդաշնակորեն կուղեկցի ձեզ առաջիկա ամիսներին։ Այծեղ ջուր, կարգապահություն, որը կբերի ճանաչում։ Այծեղ ջուրները մտնում են մի ժամանակաշրջան, երբ մասնագիտական էներգիան կպահանջի առավելագույն կենտրոնացում։ Հիմա ինքնաբուխ նահանջների ժամանակը չէ։ Ձեր ջանքերը կպարգևատրվեն կայուն աճով և ձեր գործընկերների հարգանքով։ Կարևոր մանրամասնիլ, հաջողությունը կգա նրանց, ովքեր համատեղում են համառությունը ճկունության հետ։ Պլանների ճշգրտումը, արագ հարմարվելը և մանրամասներին ուշադրությունը կամրապնդեն ձեր դիրքերը։ Հնարավոր են առաջխաղացման կամ պարտականությունների ընդլայնման առաջարկներ, ինչպես նաև նախագծեր, որտեղ կարգապահությունն ու երկարաժամկետ տեսլականը կբերեն շոշափելի առաջընթաց։ Ձեր անձնական կյանքը կհարմարվի ձեր աշխատանքային դինամիկային, ուստի արժե նախապես քննարկել պարտականությունների հավասարակշռումը սիրելիների հետ, համոզվելու համար, որ մասնագիտական նվաճումները չեն հանգեցնի տանը ավելորդ սթրեսի։ Վերջին հաշվով այծեղ ջուրի համար ձմեռային շրջանը կլինի ձեր կարիերան զարգացնելու ժամանակը, որը կդառնա ձեր կարգավորության հուսալի հենասյունը։